Էլի ժողովուրդ Ալբերտյան Ինչի բարապետ Հա Իվերտյան Ժորջն մի վարկյան Ես մեր միկրոֆոնի հարցը լուծեմ Մի վարկյան պահի ես սենց մի վարկյան իմ վրա պահի իմ վրա մի րոպե մի վարկյան Ժորջան մի վարկյան մի վարկյան մի վարկյան մի քիչ դանդաղ մեր քաղաքացիները միանում են մեզ մենք այն երթը, որ իրականացնում ենք այսօր Ինչպես տեսնում եք Ժորջան միտված է Ես երթը ուզում եմ սս ծերը ցույց տամ Բաց հասնեմ հələ մի րոպե որը ձևավորվել է 2018 թվականին Չգիտեմ երևում է վերջերս Այս որոնք փորձում են Այն երթն է որը գալու է սրբի ու տանի այս չարիքը հայկական առողջ Այս երթը գնում է դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին Այս ժողովուրդը հազարավոր Այս երթը գնում է դեպի եկեղեցին, դեպի լույսը կարողանալու են վերականգնել այն դիմադրողականությունը, որը հազարամյակների վեր Այսպես Դավիթ քաղաքացիները ինչպես տեսնում եք ողջունում են սիգնալներով, ձայնային ազդանշաններով Այ առաքելական սուրբ եկեղեցի եկեղեցականների ամբողջ այս երթի փոխանցել է մեզ այն գրերը, որոնք այսօր մեզ հնարավորություն են տվել լեզու սովորելու եւ մեր ծերունդին սովորելու մարդիկ հավաքվել են եւ հայ գաղափարախոսությունը ինչպես պետք է ապրեն Տեսնեք էլի տրասը ամբողջությամբ փակ է մայրուղին մի կողմից ամբողջությամբ փակ է օր առաջ օր առաջ այսօրվա կարգախոսը օր առաջ Մենք րոպե եւս կանգնենք մի վայրկյան խնդրում եմ կանգնեք մի վայրկյան սպասենք ժողովուրդը շատ է հետընկեր ժողովուրդը մի րոպե սպասենք თუ միասին Վերջում մեր կանգնում ենք որպեսի Սես ցույց տամ մի հատ լրագրողներին ինչպես տեսնում եք հարմար տեղավորվել են պիկապում Մոտեն լրագրողական օթյակը Ժողովուրդ ջան քայլում ենք ժողովուրդ ջան քայլում ենք Չավես տեղավորվել եք Մարդիկ շատ ջղայնացած, բարկացած իրանց կարծիքն են արտահայտում Հարգելի հայրենակիցներ, մենք իրականացնում ենք մեր երթը, ինչպես տեսնում եք, տասնյակ Ես սա փորձեմ մի հատ վերևից, ցույց տամ վերևի հատվածից մի հատ նկարեմ, որպեսզի դուք տենց երթի ամբողջ ես միանում են մեզ, ողջունում են Ընթացիկ նաև լիքը մարդիկ են միանում Այսա ցույց տամ Ազգային արժեքների պահպանմանը և ժողովրդի կոնսոլիդացիայի միասնականություն, որը կփրկի Հայաստանի Հանրապետություն, միասնականություն, որը Այսենց կադրով ուզում եմ տեսնեք երթի այն գործողությունները, չափը Ժորջան իրականում ներողություն այսօր մեր Ալեքսանդրայի ծնունդն է շնորհավորում ենք Սոնան ուշացել էր Սպասի ոնց ես Վերաբերունքը տեսնում եք այստեղ, որ
Դուք տեսակ երթի ես կասեի հսկայական չափը այսքան ռեպրեսիաներից հետո, այսքան հալածանքներից հետո, այսքան բանտարկվելուց հետո այս ժողովուրդը չի վախենում, թքած ունի այդ ռեպրեսիաների վրա, բացարձակապես ոչ մի կերպ չի ազդել մարդկանց տրամադրությունների վրա, բացարձակ։ Ինչպես տեսնում եք, մարդիկ դուրս են եկել փողոց։ Օր առաջ, օր առաջ։ Այդ փոփոխությունները պետք է տեղի ունենան օր առաջ, վանկարկումները սկզբում ներկայացվում է պահանջը Սամվել Կարապետյանի ազատության պահանջով եւ հետո մեր քաղաքացիները, մեր ընկերները, ովքեր եւս եկել են իրենց կողքը ասելու այդ ռուպրատուր գնա լուծի էլ այդ հարցը լավ ոչ ներնա հանուն արդարադատության, հանուն ճշմարտության, հանուն նրա որ Հայաստանում այլևս չլինեն։ Ուրա այդ ֆայերներ ուրա։ Դուր մի հատ ինձ։ Ես կասեմ։ Էսի։ Էսի անից էր, չէ։ Այսօր ուզում եմ ողջույններ փոխանցեմ Հանրապետական կուսակցության փոխնախագահ նախ բանդարկյալ Արմեն Աշոտյանին, ով 2 տարի շարունակ ապօրինաբար գտնվում է կալանքի տակ, եւ ուզում եմ մեր ողջույնները փոխանցել նրան հարգելի հայրենակիցներ։ Շատ անգամ հարցնում են, թե արդյոք հնարավոր է վերաձևակերպել այն իրականությունը, որը այսօր կա։ Մենք այստեղ ենք ասելու, որ այո, հնարավոր է, երբ միասին կողքի Հեսա տեսնում եք գործիչներ, քաղաքացիներ, Հիմա քիչ անց կվառեմ հայրենասեր եւ հայրենասեր ձերքից ֆայերը մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց, որովհետեւ որ սատարում են, որ աջակցում են, որ մաս են կազմում այն պատմական հաղթանակների, որոնք կերտել են մեր պապերը եւ որոնցից մենք չենք հրաժարվելու։ Ոչ հոգեվոր հաղթանակների, ոչ տեսանելի եւ շոշափելի։ Այսօր այնտեղ որ ասում են պայմանավորվել են։ Այն հաղթանակների, որոնցից օրվա կառավարիչները փորձում են հրաժարվել։ Ջորջան, հետևեք էջին։ Արդեն հենո, հենց հասնում ենք աչին, այս ֆայերը բացում եմ ես։ Հա, այս կոմ։ Շուտով մոտենում ենք լուսավորչի աչի բանին, ըստ էից ես բան եմ անում։ Հարգելի հայրենակիցներ, երթի սիրելի մասնակիցներ, հասնելու ենք այդտեղ, որտեղ տեսնում եք լուսավորչի աչը, այդտեղ կանգնելու ենք, միասին աղոտ ասենք եւ շարունակենք մեր երթը։ Ու նոր մտնենք Էջմիածին քաղաք։ Ես ուղղակի ուզում եմ, չգիտեմ ոնց փոխանցեմ, էլի, ասենք այս երթի հուշկույությունը։ Սա ըստ էության ցուցադրությունն է այն բանի, որ մարդիկ չեն վախենում։ Ռեպրեսիաները մարդկանց չեն վախեցնում, մարդիկ ձերբակալվելուց, հալածվելուց բացարձակապես չեն նեղվում, բանտարկվելուց բացարձակապես չեն նեղվում եւ պատրաստ են կոչով դուրս գալ փողոց։ Իվարկյան, այդտեղ ոստիկանները փորձում են մի հատված բացեն ինչ-որ։ Հարգելի հայրենակիցներ, մենք այստեղ ոստիկանները փորձում են անվտանգությունը ապահովել։ Մի քիչ նեղսրտած են մեր ոստիկանները, բայց հայ ազգի գործարան բարերար Սամվել Կարապետյանը մարդ ովքի գործնեության ողջ ընթացքը նվիրել է
Հայաստանի ժողովրդին, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս հայերին օժանդակել եւ օգնել է, որպեսզի հայ հասարակությունը հայը իրեն ավելի լավ զգա։ Հազարավոր ներդրումներ է իրականացրել Հայաստանում եւ Արցախում եւ շատ ու շատ գործեր է իրականացրել հայ առաքելական Սուրբ եկեղեցու համար։ Այսօր մենք ասում ենք ազատություն Սամվել Կարապետյանին։ Օր առաջ, օր առաջ, օր առաջ, ազատություն Սամվել Կարապետյանին։ օր առաջ, օր առաջ, օր առաջ։ Հետևետ ուշադիր էլի։ Հարգելի հայրենակիցներ, Սամվել Կարապետյանը կալանավորվել է միայն նրա պատճառով, որ օժանդակել է հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Սամվել Կարապետյանը կալանավորվել է միայն նրա պատճառով, որ ասել է, որ հայ ազգը պետք է բարեկեցիկ ապրի։ Սամվել Կարապետյանը կալանավորվել է միայն այն բանի պատճառով, որ դավանել է քրիստոնեական արժեքներ, ասելով, որ չի կարելի հայ առաքելական եկեղեցու շահերը ոտնահարել։ Եվ մենք այսօր այստեղ ենք ասելու, որ աջակցում ենք Սամվել Կարապետյանին եւ այս երբը այս խոսքի շարունակությունն է նաեւ, որը ասել է պարոն Կարապետյանը, այսինքն մենք կատարում ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ մենք վերականգնելու ենք ճշմարտությունը եւ